Հարգելի բնակիչներին կասեք մոտ 10 օր առաջ տեղի ունեցած այդ հանդիպում քննարկումից հետո երբ ըստ էության փորձել էին ինչ-որ լուծում գտնել։ Այսօր ինչն է պատճառը, իրենց խոստումը չեն կատարել, շարունակում են։ Խոստումը չեն կատարել, հավատան եմ։ Գնացել են, հանդիպել են, ասել են, որ չէ, սենց։ Ես այդքան բանից տեղեկություն ունեմ։ Այսինքն մեկ շաբաթ, 10 օր, 12 օր առաջ, երբ Քասախի համայնքապետարանում, եթե չեմ սխալվում, մարզպետի եւ փոխնախարարի Իրանք խոսք են տվել, որ մի կերպ գտնեն այդ լուծումը, երևի իրանց ուժերից վեր է եղել արդեն։ Էսի պարզ բան է, որ իրանց ուժերից վեր է եղել, ոչ չենք։ Իսկ մենք 65 թվից եկել ենք այստեղ մինչև հիմա հաշտարակի ատեկան հզոր ատեկ ա եղել։ Մենք օգտվել ենք քաղաքի տրանսպորտի, տեղափոխվել ենք Նայրի ռայոն, այս գյուղը։ Նույն էլ Նայրինում է եղել, իրանց ատեկանների նույն քաղաքի տրանսպորտով ենք օգտվել մինչև առեսօր։ Հիմա ինչ է կատարվում չենք հասկանում։ Մենակ մի բան գիտեմ, որ կարող գիշեր քնածել ենք, անտենդերով ասեմ, որ շահել ենք, այսօր ծեր կանայք պետք է տուն չի կան, այդքան բանն ես գիտեմ։ Մարդիկ ոչ մեկ տեղեկություն չունեցին։ Լավ 22 թվին շահել են տենդերը, ինչև հիմա չէ, լավ ենք այսօր նոր էլ նման։ Վերին ավտոբուսներին սովորացրեցին, հետո նորից կեսկեցին կրակ։ Ինչն է խանգարում այդ լուծումը գտնելու համար։ Չեմ մոնում։ Այս ճանապարհը այսի այստեղից։ Այսի ընկնում են Նայրի ռայոնին, այսի քաղաքին է գիտեմ, թե այսի քաղաքի Երևանում եք մի ոտքով կոտայքում։ Այո, այն ներքևը вообще դերվան։ Այն արձանիկներով տան տունը էդի լրիվ քաղաքի տարածքի մեջ։ Սրանք էլ ընկնում են Շահումյանի, առաջվա Շահումյանի ռայոնն են, այս մինչև այն շենքը։ Այդ տարածքը էսի Շահումյանի տարածքն է, այն սովետի ժամանակ, հիմա չեմ մոնում։ Տենտերը թող բան է, Հայաստան տան Թուրքիա են տենտերը, բրծն ենք էլ է։ 60 տարգամարդ, ոտով ես կամելն եմ վերը, ոնց կալն եմ։ Իրեկա թոր ունեմ, իրար դեպից գնում եմ բանակ, ոչ մեկն է։ Չենք հասկանում, չեն թողում մարդիկ ապրենք էլի, գլուխներս կախ մի փորձանքից պրծնում ենք, մի ուսնատուս գալիս, հիմա չեմ անում, եսի որ եղավ, հետո ինչն են տենդերով ասելու, ես մարդ արավ, են մարդ արավ չեմ։ Իսկ պրոշանցիներից տեղյակ եք, քանի որ իրենց հարցի լուծումը ըստ էության տրվել էր, որովհետև իրենք էին այդպես ասում, եւ միայն քասախցիներն էին ապրիլի 10-ին փակել ճանապարհը, բայց ինչպես տեսնում ենք, հիմա կրկին իրենց հարցն էլ է։ Իրանց вообще ես լսել եմ, որ իրանց вообще ուզում են անեն այդ գիծը 25 համարի։ Եթե սկսի չսպասարկել, ինչ խնդիրների առաջ եք անցել։ Ցավը տանեմ, ես նստում էին 150 դրամ երեխեքը տալիս էին, ետում էին մինչև այրոպորտում։ Էնին նույնը, տալիս էին 150 դրամ, ելնում էին մետրո ուսանողներ, մի անգամից հասնում են 10-երի։ Իմ այդ խեջ երեխեք, որ իջան հանրապետականի մոտ, ընդեղից ինչ տրանսպորտ նստեն, մինչև ելնեն մետրո, մինչև մետրով իջնեն 10-երից կուշանան, Տենդերը թողա ես անցում է սակը, բրոշանի կոյնագի տնորեն է, ես անցում է, ես հիմնարկն եմ աշխատում 30 տարի, ամեն տարի մաքրում է, ռեմոնդանում, ոչ մի բանը, այս է։ Պրոշանի կոյնագի տնորեն Գասպայան Արմեն 100 անգամ մաքրել է տվել մեզ, ռեմոնտ արեց, լսերը կաշեց, այս կանալիզացիա գիծը թող տենդերով շարեն ռեմոնտ անեն, ես է անեն, ոչ թե բերեն ավտոբուս մցնեն, խի ավտոբան, ոտով անցնում ընգնեմ ավտոտակ, անցում է ռեմոնտ անեն, բան անեն, Գասպայան Արմեն ով իր անցավուն 1000 անգամ մաքրել է տվել, թող էդ է անեն, տենտերով շարեն, ոչ թե բերեն ժողովուրդը ոտով անցնեն դար։ Դրա պատճառով
ժողովուրդը այս մայրուղով է Այո։ լադրված Այն բանը անը նստան է դրած, համստեղն է դրած կան, այն էլի Գասպայան Արմեն է դրած, այն կոմ է զիբլանոց է, Գասպայան Արմեն էլի, մակրես, կոտեր բերեր, սաներս, բաներս ու մակրություն, դոքտեն դրով է դորք շարեն, ոչ թե կան տնեն գյուղացում ճարդ է, իրակա տորունում իրար հետևից հետում են բանակ, ես էլ 91 թվինը պատերազմի մասնակից եմ, հետ է թողանը, բայց բոմբյա, հա։ Այսօր ոստիկանության զորքերի հանդակնել է շանիկ պայմանավորը։ հետ է ասեմ կեզ ինչու, այն են ավտոնոր բել են զիբիլի արկաղա, բել են ժողորդին ծեզ են լծեն մեջ, այդ է Այդի բերել են որ ժողորդին ծեզ են լծեն մեջ Ես մարդը ոստիկանությունը մեղավոր չէ, ղեկավարությունն է մեղավոր, ես ղեկավարություն